Եթե դուք ձեր հայտարարությունների հրապարակային խոսքի մեջ այս կոնտրաստի մասին, տարբերակված մոտեցման մասին, անհամաչափ միջոցների մասին խոսակ, ես չեմ կարծում, որ գտնվեն շատ մարդիկ, ովքեր ձեր գործողությունները կորակեն բացասական։ Շատ կարևոր է, որ այդ մարդը գնա ու դատվի, որ 26 թվականի ընտրություններին պոտենցիալ ընտրակաշարք բաժանողը ավելի շատ մտածելու տեղ ունենա միջև այդ արարքին։ Պարզ է, չեմ ուզում, պարոն Իոնիսյան, որ վաղը մյուսօր պայմանական իշխանափոխությունից հետո Պողոսը եւ Պետրոսը իրար հետ հեռախոսազրույց ունենան։ Պողոսը ասի, որ Դանիելը ինձ ստիպում էր, որ այս ապօրինի բանը անեի։ Գան ձեզ, ձեր ընտանիքից կտրել, տանեն կալանավորեն։ Դա չի նշանակում, որ մի հանցագործությունը մյուսը ջրում է։ Սա անողն էլ պետք է դատվի, նա անողն էլ պետք է դատվի։ Հայաստանում արդյոք կան քաղբանտարկյալներ, թե չէ։ Հաճախ ընդդիմադիր անձանց նկատմամբ իրականացում է քրեական հետապնդում, իշխանական, իշխանամետ անձանց նկատմամբ չի իրականացում քրեական հետապնդում։